Իշիրային զրույցի այսօրվա հյուրը հոգեբանական գիտությունների թեկնածու հոգեբան Լիլիթ Խաչատրյանն է։ Եվ մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որին առնչվում են բոլոր ընտանիքները՝ դեռահասային խնդիրներ։ Բարի ուշ գիշեր, Տիկին Խաչատրյան, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ վստահ եմ, որ մեզ սպասվում է բավականին հետաքրքիր քննարկում։ Բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ գտնվել այստեղ։ Դեռահասային շրջանը բավականին փշոտ ժամանակահատված է եւ ունի եւ հոգեբանական եւ սեռական տարբեր դրսևորումներ։ Եկեք խոսենք, թե ինչպես է այն սկսվում, հոգեբանական ինչ փոփոխություններ են նկատվում եւ ինչին պետք է մենք ուշադիր լինենք։ Դեռահասությունը ինքնին համարվում է ճգնաժամային ժամանակաշրջան եւ ինքը իր շատ սրացված դրսևորումներն ունի, որը որ շատ անհանգստացնող է։ Ինչու, որովհետեւ դեռահասի մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական բուռն փոփոխություններ, ինչը առաջ է բերում իր հետևից մի շարք նաեւ հոգեբանական փոփոխություններ։ Փոխվում է նախ դեռահասի ինքնագիտակցությունը։ Փորձում է հասկանալ ով է ինքը եւ սոցիալական եսն է առաջ գալի, այսինքն դեռահասը փորձում է հասկանալ ինքը ով է այլ մարդկանց ընկալումներում եւ առհասարակ ինքնագնահատականը ինչպես է ձևավորվում դեռահասի մոտ։ Դեռահասի մոտ առաջ է գալի մեծահասակության օրագոյացումը, այսինքն փորձում է ինքը հանդես գալ նախկին երեխա կարգավիճակի ի համեմատ ավելի մեծահասակության դիրքերում եւ անընդհատ իր վարքում եւ իր գործողություններում փորձում է ցույց տալ, որ ինքը այլևս նախկին երեխան չէ, արդեն մեծ է եւ ունի որոշակի պահանջներ, որոնք որ բնորոշ են մեծահասակությանը։ Փոխվում է դեռահասի ինքնաընկալումը, այսինքն, եթե նախկինում դեռահասը մտածում էր, որ ինքը երեխա է եւ իր մարմնի ձևն ու չափսերը նույնպես համապատասխանում են երեխայի չափանիշներին, դեռահասության տարիքում արդեն փոխվում է մարմնի ձևը, ի հայտ են գալի արդեն նոր որակական փոփոխված մարմնական դրսևորումներ, որին որ պետք է ընտելանա դեռահասը կարողանա ընկալել իր սեփական մարմինը համապատասխան փոփոխություններով։ Եվ ամենակարևոր փոփոխություններից նաև հորմոնալ օրգան համակարգերի փոփոխությունն է, որը որ կարող է այո հոգեբանական մակարդակում ի հայտ բերել հուզական այլ կտրուկ փոփոխություններ, սրացումներ, որին որ մեծահասակները պետք է պատրաստ լինեն։ Մի կարևոր պահ կա այստեղ։ Այդ շրջանում դեռահասները նաև պահանջում են, որ փոխվի վերաբերմունքը իրենց նկատմամբ, որովհետև փորձում են հանդես գալ, որպես արդեն ոչ փոքր, այլ արդեն համեմատաբար մեծ եւ պահանջում են ու ակնկալում են այդպիսի վերաբերմունք, որի իրենց հանդեպ արդեն վերաբերվեն ոչ թե որպես փոքրի, այլ մեծի։ Այո, եւ դեռահասության գլխավոր նորագոյացումն է սա եւ սա նաեւ հանդիսանում է կոնֆլիկտայնության սրացման պատճառ եւ բացի դրանից դեռահասները կարծես այդ իրենց նորագոյացման շնորհիվ է, որ փորձում են եւ հասակակիցների մեջ եւ ծնողական հարաբերություններում եւ դպրոցում ինքնահաստատվել եւ հաստատել իրենց ուրույն տեղը։ Երբ կամ ինչից պետք է ծնողը գլխի ընկնի, հասկանա, որ սկսվել է արդեն այդ բարդ շրջանը եւ ինչպես պետք է պատրաստվի դրան։ Նախ ամենակարևորը դեռահասության փուլում այն նախկին արգելքները ծնողական ընտանիքի որ գոյություն ունեին, պետք է սրան շատ նրբորեն մոտենալ, որովհետեւ եթե շարունակում է ծնողը պահպանել նախկին արգելքները եւ դաստիարակության համակարգը, սա բերում է դեռահասների մոտ ըմբոստության, կոնֆլիկտի սրացման եւ ճգնաժամը ել ավելի է սրանում։ Տեսեք, դեռահասության տարիքը ըստ էության, եթե մենք վերցնենք այլ ժամանակահատվածների եւ ավելի հետամնաց ցեղերի ուսումնասիրության հետ համեմատենք, որտեղ որ դեռահասության տարիքին զուգընթաց առաջ է եկել սեռական հասունացումը եւ թույլատրելի է եղել դեռահասին ապրել նույն սեռական զգացումների թելադրանքով, սոցիալական կարգավիճակ են ձեռք բերել դեռահասները, որպես կանոն այդ ճգնաժամը ավելի մեղմ է անցել։ Իսկ զարգացած հասարակության մեջ դեռահասների ճգնաժամը ինչով է աչքի ընկնում։ Կարծես ֆիզիոլոգիապես
դեռահասը արդեն պատրաստ է մեծահասակության կյանքին, բայց հասարակությունը թույլ չի տալի, որովհետև այո, հոգեբանական զարգացման մակարդակն էլ կարծես չի համապատասխանում լիովին, որպեսզի դեռահասը կարողանա հասնել մեծահասակության կյանքին, բայց եթե դաստիարակության, փոխհարաբերությունների համակարգում այնուամենայնիվ մենք հաշվի ենք նստում, որ դեռահասը արդեն նախկին երեխան չէ, արդեն մեծահասակ է եւ ունի մեծահասակությանը բնորոշ պահանջմունքներ եւ մենք փորձում ենք դա ինչ որ չափով բավարարել, ավելի այսպես համընթաց է անցնում մեր հարաբերությունները եւ դեռահասության տարիքի ճգնաժամը ավելի մեղմանում է։ Իսկ հասկանալու համար թե արդյոք մեր դեռահասի մոտ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, արդյոք ինքը այդ սեռահասունացման փուլի վրա է կանգնած, արդյոք հոգեբանական նորագոյացումները համապատասխանում են դեռահասության տարիքի բնորոշմանը, մենք նախ արտաքին այդ փոփոխություններին պետք է շատ ուշադիր լինենք, այո, տղաների մոտ մածածայցկույթի առկայություն, ձայնի փոփոխություն, աղջիկների մոտ կուրծքն է մեծանում, ձայնը նույնպես փոխվում է, կարծես արտաքին մարմնական դրսևորմամբ տղան դառնում է տղամարդ, տղամարդու չափանիշներին է համապատասխանում, աղջիկը դառնում է ավելի կանանցի եւ համապատասխանում է կնոջ կանացիության չափանիշներին։ Սրանք նշաններ են, որ մենք կարողանում ենք հասկանալ դեռահասը անցում կատարել է այդ սեռահասունացմանը, դեռահասության փուլին բնորոշ զարգացմանը, թե ոչ։ Շատ կարևոր է կարծում եմ ծնողների նախապատրաստական աշխատանքը այդ առումով զրույցները մտերմիկ պատրաստելու, որ մանկական տարիքից անցնում է արդեն, երեխան անցնում է մանկական տարիքից դեպի արդեն պատանեկան, դեռահասային շրջան եւ որպեսզի ձեր թվարկված բոլոր էլեմենտները հարթ ընթանան, կարծում եմ, որ ծնողները եւս պետք է պատրաստված լինեն այս դեպքում։ Այո, եւ պատրաստված պետք է լինեն հոգեկրթման առումով եւ նաեւ հոգեբանական պատրաստվածության առումով, որովհետեւ եթե նախկին հարաբերություններում ծնողը կարծես բավարարում էր իր պահանջմունքը ծնող լինելու, գերակայող լինելու, թելադրողի, թեև սա միշտ էլ քննարկելի է եւ ոչ այդքան թույլատրելի, այնուամենայնիվ այս փուլում ծնողը կարծես հրաժարվում է, իր վերահսկողական դիրքերից եւ պետք է պատրաստ լինի այո ընդունելու հավասարության սկզբունքով իր տանը եղած դեռահասին ու նաեւ ընդունելու սեռական հասունացումը, այսինքն դիտելու եւ ընկալելու, որ իր տան ապրող նախկին երեխան այլևս սեռահասուն է եւ պատրաստվում է ապագա կյանքի, ապագա հեռացմանը իր ընտանիքից եւ այստեղ մի շարք հոգեբանական կարծես այո, պիտի բառը ասեմ, ճգնաժամ է նաև ծնողի համար։ Դուք նշեցիք, որ իհայտ են գալիս մի շարք փոփոխություններ։ Փոփոխություններից մեկը սեռական հետաքրքրությունն է այդ շրջանում։ Նորմալ է, թե ոչ, եթե նորմալ է, երբվանից է այն նկատվում, եւ եթե նորմալ չի, երբ պետք է մենք անհանգստանանք։ Իհարկե սեռահասունացումը, այսինքն ֆիզիոլոգիական բոլոր փոփոխությունները իր հետևից բերում են որոշակի սեռին պատկանելու նույնության զգացմանը եւ որը որ նաև բնորոշվում է սեռական ցանկությունների եւ սեռական հետաքրքրությունների ավելացումով կամ ի հայտ գալով, եթե նախկին տարիքային փուլում կային, սակայն դրանք այսպես քնած վիճակում էին, սեռահասունացման փուլում սկսում է արթնացում տեղի ունենալ, որովհետև այո, նաև դեռահասի օրգան համակարգերում, ֆիզիոլոգիական մակարդակում այդ նույն սեռական հորմոնների կտրուկ աճ է տեղի ունենում, եւ դեռահասը այո նորմալ զարգացման ընթացակարգով շատ բնական է, որ պետք է հետաքրքրություններ ցուցաբերի հակառակ սեռի նկատմամբ, սեռական հարցերի նկատմամբ, երբեմն նաև այո դեռահասները որոշակի փորձարկումներ են ունենում, հասկանալու իրենք ով են եւ իրենց սեռական ցանկությունը ինչպիսին է, երբեմն կարող են դիտել շատ տարբեր այսպես տեսանյութեր, հետաքրքրվեն տարբեր գրականությամբ, սա շատ նորմալ զարգացում է եւ մենք պետք է պատրաստ լինենք սա ընկալելու եւ հասկանալու։
Դեռահասային շրջանի խնդիրները կարող են թողնել իրենց հետևանքներ, եթե ժամանակին դրանց պատշաճ ուշադրություն չդարձնեն ծնողները։ Խնդիրներից մեկը առնչվում է ընդհանուր առողջությանը եւ դեռահասային շրջանում հատկապես իհարկե նկատվում են նաեւ մաշկային խնդիրները։ Մաշկը պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում եւ մաշկի առողջության պահպանման հարցում մեզ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Skin ընկերությունը, որն առաջարկում է կոսմետոլոգիական եւ մազահեռացման պրոֆեսիոնալ սարքերի մեծ տեսականի։ Սարքերն ունեն բարձր արդյունավետություն եւ ապահովում են մշտական արդյունք։ Մազածածկույթը վերացնելուց բացի, սարքերը բարելավում են մաշկի որակը, վերացնում անհարթությունները, վերականգնում էլաստիկությունն ու գույնը։ Սարքը ձեռք բերելիս փորձառու բժիշկ մաշկաբանի կողմից անցկացվում է նաև ուսուցում, որի ընթացքում դուք կսովորեք սարքի առանձնահատկություններն ու կիրառման ճիշտ եղանակները։ Գործել 25 տարի եւ շուկայում մշտապես մնալ առաջատար։ Սա արդեն խոսում է որակի ու հաճախորդների գոհունակության մասին։ Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Տիկին Խաչատրյան, իհարկե այս շրջանը, ինչպես արդեն նշեցինք, տարբերվում է սեռական հետաքրքրությամբ։ Եվ այդ հետաքրքրությունը շատ դեպքերում բազմապիսի է, որպես կանոն դրանցից մեկը հետաքրքրությունն է ինֆորմացիայի գրականության նկատմամբ։ Ցավոք համացանցը այսօր այդ առումով առողջ օրինակ չի կարող ծառայել, որովհետև դեռահասները գտնում են ավելի շատ վնասակար աղճատող տեղեկատվություն։ Ինչ հետևանքներ սա կարող է ունենալ, դուք երևի ձեր պրակտիկայում ունեցել եք դեպքեր եւ իդեպ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները տեղյակ լինեն, որ ձեր գիտական ամբողջ պոտենցիալը նվիրված է հենց այս թեմային եւ տեխնացուական աշխատանքը դուք պաշտպանել եք հենց այս թեմայի սեռադերային նականացմանն է վերաբերվում, այո։ Իհարկե, եթե ինֆորմացիան աղճատված է եւ ոչ գիտահեն, բնականաբար իր բացասական հետևանքները կարող են բազմաթիվ լինել։ Քանի որ դեռահասության տարիքը այն տարիքն է, որ առաջին, այսպես վառ ֆանտազիան երևակայությունը սեռական կյանքի բավարարվածության, սեռական վարքագծի մասին դեռահասը սկսում է այսպես շատ ավելի կենթանի զգալ, քան նախորդ տարիքային փուլերում էր։ Եվ այստեղ իհարկե գիտակ ծնողների ներկայությունը շատ կարևոր է։ Գիտակ ուսուցման մեթոդները շատ կարևոր են, որովհետև պակաս քիչ չեն դեպքերը նույն մարմնական փոփոխությունների նկատմամբ, երբ որ դեռահասը տեղյակ չէ եւ ունենում է շատ վնասումներ հոգեբանական առումով, վախեր, այո, ընդդուք մինչեւ նևրոտիզացիաներ։ Մասնավորապես անսպասելիությունից, որը հաճախ մենք էլ ենք նկատում, օրինակ տղաների մոտ սեռական հասունացման ժամանակ նկատվող առաջին սերմնաժայթքումը կամ դրանից հետո երազախաբությունները, ձեռնաշարժությունը եւ այդ ամեն ինչին անպատրաստ լինելը իսկապես կարող է դեռահասի մոտ առաջացնել շփոթմունք, վախ, կպչունություններ նույնիսկ, այո, որովհետև դեռահասը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում իր մարմնում, եւ մարմնային զգացումները կարծես շատ օտար եւ անծանոթ են դառնում իր համար եւ թվում է, թե երբեմն դա շատ վատ մի բան է կամ վախեցնող մի բան է, եւ սա դառնում է կպչունություն, նույնիսկ հանգեցնում է նևրոտիզացիայի, որովհետև վախենում են կիսվել, վախենում են խոսել, չգիտեն ինչ է տեղի ունեցել, իրենց թվում է, թե դա կործանարար մի զգացում է, բայց երբ որ այո ծնող դեռահաս փոխհարաբերությունները դրական առումով պահպանված են կամ հաստատված են, առողջ են եւ այո ինչու ոչ հայր ծնողը կամ մայր ծնողը կարողանում է անկեղծորեն խոսել, որ դա նորմալ է, թե դա ինչ է եւ ինչ է իրենից ներկայացնում, դեռահասը ծանոթ է լինում եւ կարծես այդ առաջին զգացումը իր համար այդքան վտանգավոր եւ վախեցնող չի լինում, հասկանում է, որ դա նորմալ է եւ ընդունում է ամենակարևորը։ Նույնը նաև աղջիկների պարագայում նշենք, քիչ չեն այն դեպքերը, երբ աղջիկների հետ մայրերը ընդհանրապես չեն զրուցում, չեն պատրաստում դեռահասային շրջանի փոփոխություններին, թեկուզ հասարակ զրույցներ դաշտանի մասին, հիգիենայի մասին, եւ հիշեցին մի կլինիկական դեպք, երբ
արդեն բավականին հասուն տարիքում, երբ արդեն ամուսնացել էր, ապրում էր սեռական կյանքով, նշում էր միշտ հետևյալը, որ սեռականի հետ կապված ամեն ինչը իր համար միշտ ցավոտ է եւ միշտ դժվարությամբ է ինքը մտնում սեռական հարաբերությունների մեջ։ Ինչու? Որովհետեւ նշում էր, որ ինքը սեռականի մասին առաջին տպավորությունը ստացել է սուր վախի ուղեկցությամբ, տեսնելով առաջին դաշտանը, արյունային արտադրությունը, այդ ամենը ուղեկցվել է սուր վախով, ծնողները մայրը չէր զրուցել, չէր պատրաստել, ինքն էլ տեղյակ չէր եղել եւ մտածում էր, թե լուրջ հիվանդություն է տանում, մինչեւ որ շատ ուշ իհարկե համապատասխան մասնագիտական հանրամատչելի գրականություն ուսումնասիրելուց հետո նոր հասկացել է։ Ձեր պրակտիկայում էլ երևի նման դեպքեր։ Բավականին շատ են դեպքերը իհարկե։ Այո, այստեղ շատ լուրջ բացթողում կա։ Ժամանակակից ծնողները կարծես տեղյակ են այդ մասին, կարծես այո, բան է փոխվել մեր հասարակության գիտակցության մեջ, բայց այնուամենայնիվ մեկ-մեկ զարմանում եմ այն դեպքերի արկայության պարագայում, երբ որ հասկանում եմ, այո, նույն դաշտանային ֆունկցիայի մասին դեռահասը որևիցե ինֆորմացիա չի հասցրել ստանալ իր ծնողից։ Երբ որ ծնողի հետ եմ խոսում, ասում է, դա իմ համար շատ ամոթ է, բայց ինչպես ասեմ։ Այս առումով մենք ունենք իհարկե շատ լուրջ խնդիր, որպեսզի մենք կարողանանք այո մեծահասակների գիտակցությանը հասցնել, որ դա նորմալ է։ Եթե կա առողջ հարաբերություն դեռահաս ծնող փոխհարաբերություններում, բնականաբար դա անպայման անբաժան մասն է դառնում դաստիարակության առումով։ Եվ որպես կանոն սեռական կրթությունը մենք հասկանում ենք կրթություն սեռական օրգանների մասին, սեռական հարաբերությունների մասին, բայց մենք պետք է այստեղ շատ լրջագույնս մոտենանք այն հարցին, որ սեռակրթության կոմպոնենտներից դաստիարակելն է կին եւ տղամարդ ամբողջական հոգեբանական հատկանիշների համախմբով ուղղված։ Այսինքն մենք դաստիարակում ենք, մոռանում ենք սրա մասին, կին եւ տղամարդ ապագա ընտանիքի կերտողներ որպես կին եւ տղամարդ միծեռային փոխհարաբերություններին պատրաստ։ Մեզ թվում է, թե եթե մենք խոսում ենք սեռակրթության մասին, դա վերաբերվում է միայն սեռական գործողություններին, սեքսին եւ սեռական օրգաններին։ Ինքը շատ լրջագույն թեմա է եւ այո, երբեմն այցելուները նույն ընտանեկան լրջագույն խնդիրներ ունենալու դեպքում ասում եմ, բայց մենք որտեղից պիտի իմանայինք, թե տղամարդը իրենից ինչ է ներկայացնում, թե տղամարդու հետ ինչպիսի հարաբերություններ պիտի ես կառուցեի։ Ես գիտեի, թե դա մի բան է, որը որ եւ շարունակվում է։ Սա սեռակրթության լուրջ կոմպոնենտ է, որը որ մեր երկրում բաց է թողնված, գուցե նաեւ այլ երկրներում էլ չգիտեմ։ Բայց այո, ինքը իր մեջ ներառում է եւ սեռական հիգիենան, եւ այո, սեռական փոփոխությունների մասին կրթությունը, եւ սեփական մարմնի փոփոխության մասին ընկալման նոր գաղափարներն ու մոտեցումները եւ նաեւ առհասարակ սեռական հատկանիշների համախումբը սեռի կրողը որպես այդպիսին ապագակին եւ տղամարդ ինչպիսին պետք է լինի։ Շատ կարեւոր է։ Տիկին Խաչատրյան, խոսեցիք ընկալումներից։ Կարող է արդյոք հատկապես ինտերնետի տեսակետից պորնոգրաֆիկ գրականությունը, ֆիլմերը փոխեն կամ ինչ-որ ձևով ներազդեն սեռական ընկալումների վրա դեռահասին։ Իհարկե։ Եվ բազմաթիվ ձևերով կարող են ազդել։ Մի կողմից գրգռվածության շեմն է բարձրացնելու, քանի որ այդ տարիքում, ինչպես նշեցինք, հորմոնալ փոփոխությունների կտրուկ աճ է տեղի ունենում եւ սեռական ցանկություններն ու հակումները կարելի է ասել գրեթե ամենաբարձր մակարդակի վրա է եւ շատ տարբեր այսպես ֆիլմերի ազդեցության տակ դեռահասը կարող է օրեր եւ ժամեր անցկացնել, որպեսզի այդ գրգռվածության շեմը կարողանա իր ճանապարհով բավարարել, ընդդեմ մինչեւ կախվածություն կարող է առաջացնել։ Մյուս իր բացասական հետևանքը այն է, որ ֆիլմերի մեջ իրական սեռական կյանքի նկարագրություն չէ, հա, այնտեղ ամեն ինչ չափազանցեցված է եւ օրգանները եւ սեռական
վարքագիծը եւ ակտի տևողությունը ամեն ինչ եւ դեռահասը այս ճանապարհով ունենում է սխալ ընկալում սեռական կյանքի մասին ընդդուք մինչև ինքնագնահատականի իջեցում, որովհետև դեռահասի համար սեփական մարմնի ընկալումը կարծես ուղակի համեմատության մեջ է դրվում ֆիլմում տեսած մարմնի հետ եւ սա իր բացասական հետևանքը ունենալու է անպայման։ Այստեղ էլ քանի որ դարաշրջանը այնպեսին է անխուսափելի է ականատես լինելը եւ դիտելը, պետք է այո սեռակրթության կոմպոնենտ որպես այդպիսին ծնողների համար որպես շատ կարևորագույն բաղկացուցիչ լինի եւ հասկանան, որ միևնույն է նայելու է, ավելի լավ է, որ նախապես տան որոշակի ինֆորմացիա ինչ է դա իրենից ներկայացնում, որպեսզի դեռահասը ամբողջապես չնույնացվի եւ չվերցնի իր համար որպես մի բան, որը որ իրականություն է։ Այո, պետք է տալ տարբերությունները, պետք է բացատրել սիրո եւ իրական սեռական հաճույքի տարբերությունը ինչպիսին է լինում, իրական զույգային մտերմիկությունը ստեղծվում է վստահության եւ հավատարմության վրա, իսկ ֆիլմը ըստ էության ֆիլմ է։ Պատահական Այո, այն է, ինչը որ դերասանների խաղը կարող է լինել էկրանների վրա։ Այսինքն պետք է կարողանալ ճիշտ բացատրությունը տալ, որպեսզի դեռահասը հասկանա, թե նա ինչ է, իրականությունը ինչ է։ Դեռասային շրջանի խնդիրները հաճախ թողնում են իրենց հետևանքները, մասնավորապես սեռական գանգատների տեսքով։ Տղամարդիկ շատ հաճախ գանգատվում են պոտենցիայի թուլացման խնդրով, մասնավորապես այն պատճառով, որ ժամանակին, հատկապես դեռահասային շրջանում, եղել են ինչ-որ խնդիրներ, որոնց պատշաճ ուշադրություն չեն դարձրել։ Այդ խնդիրների լուծման համար մեզ կարող է օգնության հասնել Հայսամ ընկերությունը իր տադաֆորտ դեղամիջոցի օգնությամբ։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության համար։ Դեղորայքը ունի առավելություն ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, հատկապես ժամային ազդեցության տեսակետից։ Դեղորայքը կարող է իր ազդեցությունը պահպանել գրեթե 36 ժամ, եթե տղամարդը ունենա կրկնակի սեռական հարաբերություն։ Բացի այդ, տադաֆորտը աչքի է ընկնում նրանով, որ բուժման արդեն սկզբնական ժամանակահատվածում թողնում է բավականին արտահայտված դրական էֆեկտ։ Դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բուժող բժիշկը անպայման պետք է տեղյակ պահի պացիենտին։ Տիկին Խաչատրյան, այս շրջանին բնորոշ է նաև որքան էլ որ տարօրինակ է հնչում հայհոյախոսությունը։ Ինքս էլ եմ նկատել, շատ հաճախ ծնողներներ են բողոքում, որ դեռահասների մոտ նկատվում է հայհոյախոսություն։ Ինչ է սա ձեր դիտարկմամբ։ Դեռահասներին առհասարակ բնորոշ է ենթամշակույթը։ Այսինքն իրենք ստեղծում են սեփական մենքի գաղափարը, որը տարբերվում է, ըստ իրենց ընկալման եւ ըստ իրենց հուզականության մեծահասակների մենքից։ Եվ սա եւ ենթամշակույթի հարց է, որտեղ որ իրենք փորձում են ցույց տալ իրենց մեծահասակության լինելիությունը եւ փորձում են իրենք իրար հետ հաղորդակցվել այդ բառապաշարով, այդ լեզվամշակույթով, որպեսզի ապացուցեն միմյանց, որ արդեն մենք մեծ ենք, այո, ինչու ոչ նաև մեծահասակներին ապացուցելու, որ մենք արդեն ձեզանից տարբերն ենք եւ պակասը չենք ձեզանից։ Եվ նաև այս հայհոյախոսությունը իր մեջ ներառում է սեռական ցանկության թաքնված տարեր։ Այսինքն սրա միջոցով այդ իրենց սեփական սեռական գրգռվածության շեմի բավարարման մի ձև է, որը որ անեկդոտների, ուղղակի հայհոյախոսություն օգտագործման ճանապարհով կարծես թե ինչ որ հուզական պարպում է տեղի ունենում։ Այսինքն կարելի ասել, որ դրանով ինչ որ կերպ իրենք փորձում են մոտենալ այո սեռականության հարցերին։ Ձեր դիտարկմամբ ինչպիսի խոսակցություններ են անհրաժեշտ վարել ծնողների կողմից դեռահասների հետ, օրինակ առողջ սեռական կյանք սկսելու կամ վաղաժամ սեռական զարթոնքից խուսափելու համար, կամ արդյոք անհրաժեշտ են այդ խոսակցությունները, թե ոչ։ Միանշանակ անհրաժեշտ է։ Որտեվ ինչու եմ ասում, շատերն ասում են մեզ հետ որ չեն խոսել, մենք ինչի խոսենք, կյանքը ցույց կտա։ Այնուամենայնիվ հոգեթերապևտիկ աշխատանքներում
հաստատում եմ, որ հոգեբանական խնդիրների, չասեմ բոլորի, բայց մեծ մասի հիմքում այո, սեռական անգրագիտությունը շատ մեծ տոկոս է կազմում, որովհետև այն ինչ մարդը կարող է ունենալ չբացահայտված եւ չլուծված հարցեր, սեռականության հարցերին վերաբերվող սեփական մարմինը չճանաչելու առումով եւ սեփական զգացումները չճանաչելու նույն սեռական եւ դրա հետևանքով առաջացող այո մեղքի եւ ամոթի զգացումները, որոնք տարիներ շարունակ նույն մանկության տարիներից սկսած սկսում են ձևավորվել եւ տանջում են եւ այո ինչու ոչ սեռական բռնությունները եթե մենք դիտարկում ենք այս օրերին ինչքան շատ են եւ սեռական բռնությունների հետևում նույնպես կարող եմ հաստատել, որ թաքնված է սեռական անգրագիտությունը եւ բռնության ենթարկողի կողմից եւ բռնությանը զոհ դառնալու անձի մոտ է դա առկա, որովհետև տեսեք նույն սեռական բռնության երբեմն ենթարկում են 16-17 տարեկան անչափահաս տղաներ, որոնք որ նույն սեռական ցանկությունները չգիտեն, ինչպես բավարարել դա ինչ է, ինչ պատասխանատվություն ունեն իրենք այս առումով, ինչ պատասխանատվության կենթարկվեն եւ անում են ու դառնում են դրա զոհը կարող ենք ասել եւ նույն բռնության ենթարկվողը նույնպես չգիտի ինչ բան է երբեմն բերում են սեռական բռնության դեպքեր որ նույն բռնության ենթարկվողը ինչ որ ժամանակահատվածում այո հաճույք է ստացել բայց ինքը չի հասկացել դա ինչ բան է կամ հաճույք չի ստացել բայց միևնույն է գնացել է այդ գործողությանը իրազեկումը միշտ մեզ պաշտպանում է նման անցանկալի երևույթներից եւ բացի դրանից այո գրագետ անձ հասարակության քաղաքացի լինելու համար անհրաժեշտ է սեռական կրթությունը որպեսզի մենք եւ առողջ լինենք եւ հոգեբանորեն պատրաստ լինենք եւ ավելի կարողանանք ճանաչել մեր մարմինը ավելի ճիշտ փոխհարաբերությունների մեջ մտնենք հակառակ սեռի հետ եւ կարողանանք ստեղծել ամուր ընտանիքներ Շատ կարեւոր պահ է եւ շատ դեպքերում ես էլ դուք էլ երևի լսում եք ծնողների կողմից որոնք միշտ ասում են որ այո իհարկե կարեւոր է պետք է բայց չգիտենք ինչպես սկսել այսինքն ծնողը ունի ցանկություն բայց չգիտի թե ինչպես սկսի որ թեմայից երբ սկսի եւ երևի թե կհամաձայնեք որ նման դեպքերում եթե ծնողը չի կարողանում ապա չպիտի հույսը թողնի համացանցի վրա կամ փողոցի կամ ընկերների եւ գոնե կարող է դիմել մասնագետի օգնությանը հոգեբանի կամ սեքսոլոգի որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ ուշացած անցկացվեն այն խորհրդատվական զրույցները, որոնք խիստ անհրաժեշտ են, որպեսզի դեռահասային շրջանը ընթանա հարթ առանց բարդությունների, որովհետև մեր կլինիկական փորձը, ձեր փորձը վկայում են, որ այս շրջանի բաց թողումները հետագայում հանգեցնում են մի շարք հոգեբանական, նաև մեր կողմից սեռական տարբեր տեսակի խանգարումների, այսինքն եթե մենք ժամանակին չկանխարգելենք, հետագայում կարող է լուրջ խնդիրների բախվենք։ Ըստ ձեզ, որոնք են այն ընդհանրական հիմնական մոտեցումները, եթե ծնողը ամեն դեպքում ուզում է փորձել, ինչից կարող է սկսել կամ ինչին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի գոնե մեր հաղորդումը դիտելուց հետո սկսի մտածել դրա շուրջ։ Նախ վստահելի հարաբերությունների սկսումից, ապահով միջավայրի ձևավորումից այդ թեման բացելու եւ շարունակելու համար որպեսզի դեռահասը զգա իրեն վստահ եւ այն հարցերը, որոնք որ իր ներսում առաջացել են, կարողանա տալ ծնողներին։ Նախ, այո, եթե նախորդ փուլում իհարկե բաց է թողնված, որովհետեւ սեռական դաստիարակությունից, եթե մենք խոսում ենք սեռական կրթությունից խոսում ենք, սեռական հարցեր այնպես չէ, որ հենց դեռահասության տարիքում են առաջանում, դա ավելի վաղ փուլերից սկսած, 3 տարեկանից սկսած երեխայի համար բազմաթիվ հարցեր են առաջանում, հա, ինչպես եմ ես ծնվել, ինչպես է երեխան ծնվում։ Այդ տարիքում, այո, ըստ տարիքային առանձնահատկությունների բնորոշ է այդ թեման քննարկվում, իսկ դեռահասության տարիքում հեքիաթներ, պատմություններ, պատմվածքներ հորինելու կարիք չկա եւ անուղակի ձևով հարցին մոտենալու կարիք չկա, որովհետեւ դեռահասը կարծես իր
ֆիզիոլոգիական փոփոխության եւ հոգեբանական փոփոխության մակարդակով պատրաստ է, բայց եւ անկեղծ զրույցը սկսելու եւ տանելու։ Իսկ անդրադարձերը, որ ծնողը պետք է խոսի, ինչ է տեղի ունենում քո մարմնում։ Եվ այո, պետք է խոսել այն մասին, որ օրինակ քանի որ սեռական հասունացում է տեղի ունեցել, փոխվել են քո ֆիզիոլոգիական փոփոխություններին անդրադարձ կատարելը եւ որ օրինակ, չգիտեմ, հենց աղջիկներին պետք է բացատրել, որ սկսում են կրծքագեղձի փոփոխությունից, կրծքերը մեծանում են, դա նորմալ է, դու ապագայում դառնալու ես կին, մայր եւ դրանք ինչ օրգաններ են, ինչ կարեւոր օրգաններ են։ Մյուս օրգանական փոփոխությունները ինչպես են տեղի ունենում։ Տղաներին նույնպես, հա, մազակալումը ինչի հետևանքը է, ձայնի փոփոխությունը ինչ է եւ սեռական օրգանների փոփոխությունը ինչպես պետք է լինեն, որովհետեւ շատ դեպքերում տղաները երբ որ հայտնաբերում են այդ փոփոխությունը, նորից եմ կրկնում, երբեմն վախ կամ անհանգստություն են ունենում։ Պետք է բացատրել այո այդ փոփոխությունները, որ ֆիզիոլոգիական փոփոխության հետևանք են եւ դա նորմալ է։ Նույնիսկ այլ երբեմն օգտագործվում են նկարներ ցույց տալու համար, որ սա է եւ ամենակարևորը պետք է նշել, որ նույն սեռական փոփոխությունները շատ անհատական են եւ յուրատիպ եւ ոչ մեկի մոտ այդ փոփոխությունը նման չէ այլ մեկին, որովհետեւ սա հիմնային հարց է ինչու դեռահասները փորձում են նմանություն գտնել եւ չեն կարողանում գտնել, սա շատ ուղղակի վախ, ցածր ինքնագնահատական, երբեմն տագնապ առաջացնող գործոններ են։ Հոգեհիգիենան եւ առհասարակ սեռական օրգանների հիգիենան ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է արվի, մաքուր պահելը, լոգանք ընդունելը, ամեն օր փոխվել, ինչքան կարևոր բան է։ Եվ առհասարակ սեռի դերը եւ ստատուսը ինչ է հասարակության մեջ, որպես տղա, ինչպիսի առանձնահատկություններ պետք է ունենաս նույն աղջիկների հետ շփման ընթացքում կամ ապագա տղամարդ դառնալու, իհարկե սա մեկ օրվա գործ չէ, օրեր պարունակող եւ օրեր պահանջող գործընթաց է, անընդհատ process է, բայց ամենադժվարը կարծում եմ սկսելն է հենց սեռական փոփոխություններից, սեռական օրգանների փոփոխություններից եւ ինչու ոչ սեռական հարաբերությունների մասին նույնպես արդեն այս տարիքում կարող են տալ բաց եւ անկեղծ ինֆորմացիա։ Այսինքն ամեն ինչ պետք է անել ժամանակին, փոքր դոզաներից սկսելով եւ կամաց-կամաց թեմաները հասունացնելով։ Տիկին Խաչատրյան, անչափ շնորհակալ եմ։ Թեման շատ զգայուն թեմա է, քիչ լուսաբանված եւ լուսաբանելն էլ հավատացեք հեշտ չէ։ Շնորհակալ եմ բովանդակալից եւ հետաքրքիր զրույցի համար։ Վստահ եմ այս թողարկումը դիտելուց հետո շատ դեռահասներ կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք կային, բայց չէին գտել, շատ ծնողներ կսկսեն արդեն իսկ մտածել, թե ինչպես զրուցեն իրենց դեռահասների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, փոխադարձ։